Բարև ձեզ սիրելի երևանցիներ, այսօր տարվա վերջի հավաքանուն նիստն է, չզեկուցող փաթեթով մեր հակաժողովրդավարները այսօր ուզում են անցկացնել թանկացած տեղական վճարների դիրքաչափերը, որոնցում նաև լինելու է թանկացած աղբահանություն, գույքարեք եւ մնացածը, բայց ամենակարևորը կարմիր գծերի դատարանում արդեն իսկ հաստատված ապօրինաբար թանկացված դիրքաչափերը։ Մեր խմբակցության քարտուղար պարոն Հայրյանի հիվանդանոցում է, ազգային առնչությունից եւս մեկ հոգի կա, որ հարգելի պատճառով չի կարող գալ նիստին, բայց քանի որ ընդհանուր ընդդիմությունը 33 է, իսկ իշխանությունը 32, միևնույն է, եթե բոյկոտենք, թանկացումները չեն անցնելու մյուս տարվա համար եւ ոլորտը օգտվելու է անվճար։ Եթե որովիցե մեկը հանրային ձայն լինի, որովի այլ խմբակցություն լինի, մասնակցեց այս քվեարկությանը եւ թեկուզ դեմ քվեարկես, դրանով միևնույն է ապահովելու է քվորում, դրանով միևնույն է ապահովելու է թանկացման հաստատումը։ Դրա համար իմացեք, որ ընդդիմադիր ավականին այսօր մասնակցեց այդ քվեարկությանը, ինքը ընդդիմադիր չի, ինքը ծտյալ նիկոլական է եւ ամեն կերպ պետք է այդ մարդկանց ցույց տանք իրանց տեղը։ Նիկոլին մերում անուք քրֆելով եկան ստացան այդ մանդատները, քրֆողի վրից թռան ու այսօր եկել են, որ մասնակցեն ու քվորումը ապահովեն։ Հենց այդ քվորումը ապահովեց, տեսեք մենք իրանց ինչ ենք անելու այս դահլիճում։ Դե հա, եթե հիմա քվեարկեցին, էլ ծպտել չեն, արդեն բաց է այդ նիկոլականը։ Որը անեցին։ Հայաստան խմբակցություն դատարանում արդեն 4 հաղթանակ ունեցել։ Այս մարդիկ զբաղվում են իրավական աշպարարությամբ, դեմ են գնում երևանցու շահերին, դեմ են գնում արդարադատությանը, դեմ են գնում իրական արդար վիճակին։ Մենք ձեր շահերը պաշտպանել ենք դատարանում, ով դրան դեմ կանգնեց Նիկոլականը։ Արշակ, եկալ նկարի կողքից։ Վերջին երկու այդ հողամասերի փոխանակումը եւ Մալասե Սեբաստիայի հետ կապված նույնքում ենք առաջարկ եւ այս պարագային առաջարկը չենք հնչեցնում։ Առաջարկ ունենք օրակարգի 3-րդ հարցի վերաբերյալ, քանի որ մեր խմբակցությունից պարոն Հայրյանը գտնում է հիվանդանոցում երկրորդ այնքան եւ Զարուհի Կոստանդյանների երկրում չէ, այդ հարցի հետ կապված քվեարկությունը վճարողությունների համար եւ երևանցիների համար առաջարկում ենք հարցը դարձնել քննարկվող երրորդ հարցը Երևան համայնքում տեղական վճարների 26 թվականի դիրքաչափը սահմանելու մասին, որը վերաբերում է կարմրագծերին եւ անային տրանսպորտի ուղևորավարձերին, հատկապես որ կարմրագծերի մասով նորից դատական որոշում կա, որը համարում է ոչ իրավաչափ թանկացումները։ Մի խոսքով առաջարկում ենք դարձնել զեկուցող, իսկ եթե հարցը չդարձավ զեկուցող, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ընդդիմադիր դիրքավորված բոլոր անդամները ոչ են կանում չմասնակցել քվեարկությանը, քվորում չապահովել եւ չընդունել այդ 160,000 եւ արդեն իսկ գործող տրանսպորտային ուղևորավարձեր։ Առաջարկում ենք երրորդ հարցը դարձնել զեկուցող։ Շնորհակալ եմ Արուս Քյասյանը առաջարկի համար, ներկայացնել, որ դրսերի եւ վճարների մասին հարցերը դարձնել չզեկուցվում մի բաց պատճառով, որովհետեւ այնտեղ որևէ փոփոխություն չի իրականացել։ Բացի արդար դատական վճիռներից, որոնք ստույգ պնդում են, որ այդ թանկացումը ապօրինի է։ Փաստացի դրքաչափերն են, ինչ որ մենք ընդունել ենք նախորդ տարի եւ հետեւաբար նաեւ պատճառով։ Որ ասում նախորդ տարի ընդունել ենք, եկել ենք դատարանում արդեն։ Մենք լսեցի ձեր առաջարկը, Արուս Քյասյան, պետք չի ընդհատել։ Ես լսեցի ձեր առաջարկը, քվեարկվի ձեր առաջարկը։ Այ, խնդրեմ անդրադառնալ։ Լայվը չեմ անջատում, որ հենց քվեարկեն հանգարց մի հատ սուտի ինդիմադիր քվեարկի պահեն վրա կտեսնեք ովքեր են։ Դունիքերը չափերը ընդունելուց հետո ինչ է բան, ինչ չէ բան, այդ բանությամբ ներկայացնել ինչերից է միանում են երկոչին, մենք առհասարակ որից է չզեկուցող փաթեթին երբեք չեմ դրացվել, մեր ֆրակցիայի
մեծ մասը եւ նաեւ առաջարկում ենք 15-րդ հարցը նույնպես դարձնել զեկուցում։ Արկեց երկու վարչական շրջանի 10%-ի հասցում Երևանի 50-30 դպրոցի քանդման եւ որի կառուցման հարցը։ 15-րդ հարցը շատ լավ բանավորության այն առաջարկություններ ընտրել Պարոն քաղաքապետ, ես ճիշտ ասած չզեկուցվողները բազմաթիվ են, բայց ես ուզում եմ հարցը ասեմ ինչի Այս ես մարկանցից ամեն ինչ կախված ժողովուրդ ջան, չքվեարկեցին տապալվում կպեն, քվեարկեցին ուրեմն նիկոլական են։ Պահանջում եմ հանենք, ցենց ասեմ, որտեղ ահավոր հարցը չեմ էլ ուզում զեկուցվող դառնա։ Դա մեկ երկրորդն էլ ասում եմ, դիմում եմ ընդդիմադիր մեր ընկերներին, գործընկերներին, ոնց կուզեք հասկացեք։ Հիմա մենք արդեն այսօր մեծամասնություն ենք կազմում որպես օպոզիցիա, բարի եղեք, եկեք նիստերին 33 ձայնով ցանկացած հարց լուծենք։ Նես չլի, նիստերին չենք գալի, դուք էլ բոյկոտ եք։ Սխալ մոտեցումը մենք քվեարկելու ենք ու գալու ենք նիստերին, ինչպես միշտ, շնորհակալություն։ Տեսեք, չէ ժողովուրդ ջան, արդեն մանից նախապատրաստում է բոլորիս, որ Նիկոլի կողմն է կանգնելու։ Իրանց ավականու անդամը 2 տարի բերդում էր, 33-ը չէին կարող ապահովենք, հիմա մարդուն ենք հիվանդանոցում, դա իրենց համար բավարար չէ։ Սա ուղղակի աֆերիստություն է։ Ակնհայտ է, եթե քվեարկեցին, ուրեմն նիկոլական են։ Քաղաքապետի նշած պատճառով եւ երկրորդ առաջարկին քվեարկելու որպես զեկուցող սարքելու որը Ոնց կարա իշխանությունը կողմ քվեարկի զեկուցող սարքելուն, բայց թափանցիկության կողմ չեն լինի։ Գործընկերներ Մանսուքյանի առաջարկը սարքեցին քվեարկեն, ովքեր են կողմ երրորդ հարցը դառնա զեկուցող։ Մենք շատ ենք ոնց որ բայց։ Նայեք քանի հոգի է կողմ, որպեսզի թափանցիկությունը գործի։ Հենա աչի վրա երևում է 31 դեմ 23 կողմ։ Բնականաբար չեն ուզում տեղական վճարները, որոնցում ապօրինաբար թանկացումը դատարանով հաստատված կա։ Չեն ուզում դառնալ զեկուցող, որ կրկին չհիշեցնենք իրենց, որ դատարանում խայտարակ պարտություն են գրել եւ արդարադատության դեմ են գործում։ Նույնպես չի ընդունվել Արավետյանին չի երևում, ով ոնց է քվեարկել, համարակին երևում է։ Հա, Արվեք ընտրել եւ ձեզ կհրամայեմ։ Հայտնում եմ ձեզ օրնակարգում ընդգրկված բոլոր մնացած հարցերի վերաբերյալ գլխադասական Ժողովուրդ ջան, արդեն 2 տարի է մենք պայքարում ենք։ Ես ճիշտ հասկացեք, 2 տարի դատարաններում պաշտպանում ենք ջեր շահերը։ Համ 24 թվի թանկացրած որոշումը, համ 25 թվին է։ Այս ի՞նչն է։ 2 տարի պայքարում ենք, 24 թիվն էլ ենք հաղթել դատարանում, 25 թիվն էլ ենք հաղթել։ Ասել ենք իրանց, որ Ավինյանի ստորագրությունով լիազորագրով եկած փաստաբանը իրավունք չունի ներկայացնի ավականին, միտումնավոր է այնքան են ձգձգել, մինչև դատարանը հասցրել է վերջի պահին նոր բերեցին չզեկուցողով լիազորագիրը տվեցին։ 2 տարի բողոքարկում են հետ ենք գցում արդարադատության իրականացումը։ Նայեք, հիմա չզեկուցողի քվեարկությունն է։ Ով քվեարկեց նիկոլականը։ Որ մեր քուչումը լինենք, դու գտե նստած չէի կլնի։ Սլավ։ Չզեկուցողի պրոստը, որ 32 եթերով չի անցնում, սա կարմիր գծերը բանը, ոչ մի բանը չի անցնում, հա։ Կամ Ավինյան, այս շուկա չի, էլի կամ կանչեք TikTok-ին լսում կամ նա ասել որ չզեկուցող հարցերը ընդունեցին։ Արդեն գործընկերներս հասկանում են, որ
այսպես ասած, օրիջինալ հաղորդակցության մեջ ձեր օրական բանջում եք իրականորեն, էլի, որ բանջում եք ասելու, խոստեք ամբողջ Ընտրեմ, նայեք, այս երկու ձեներն է, այս երկու ձեներն է, այս երկու ձեներ, Հանրային ձայնի Վահան Ավագյան, Վահե Մակարյան, յո, շիլն, բերետների կանչեք, Իստը բարողի իրավունքից օգտվելով, իմ արտահերտ ելույթից օգտվելով, ասում եմ այն ինչը որ ճիշտ է։ Եվ հետևապես ասում եմ, սովորեք պատվով ընդունել, այդ որ պատվով չեն կարում դատարանում հաստատված պարտությունը ընդունել է թե Վահան Ավագյանը եւ Վահե Մակարյանը ծպտյալ ԿՊ-ականներ են, այլևս արդեն ակնհայտ ԿՊ-ականներ են ժողովուրդ ջան։ Այդքան մի բան։ 2 տարվա մեր պայքարը ու աշխատանքը գցեցին ջուրը, չգիտեմ ինչի ձեռներով կամ իրանց ռեպրեսիաների ենթարկե հա, երկուսը։ Արտակը չքվարկեց, երկուսը քվարկեց։ 2 տարվա մեր աշխատանքը էլի գցեցին ջուրը սրանք։ Հասկանում եք, չէ՞, դոգի ցուցակով եկած մարդիկ, որ իմ համար հանրային խոսույթում հայոյանքով խոսողը ամեն դեպքում մարդ չի, լինի ընդդիմադիր թե ԿՊ-ական։ Այդ խոսույթով եկան ստացան մանդատները, այսինքն ատելության քվե ստացան։ Մարդիկ իրանց քվերկել են, որովհետև ատում էին գործող իշխանության եւ այսօր այդ մարդիկ եկան կանգնեցին Նիկոլի ու Ավենյանի կողքը։ Դրա հետևությունները արեք։ Մյուս անգամ իրական քաղաքական գործիչների ձայներ տվեք։ Ես խլեշ մշակույթը, քֆուրների ես շարանը վերջում նայեք ինչի է բերում։ Սեփական հանրությունը չհարգող հայոյանքով խոսածողը նաև կարող է վերջում վաճառվել։ Ես նաև նայել եմ տվյալ անձանց հարցազրույցները վերջի 2-3 օրվա ընթացքում դրան առանձին կանրադառնամ, կետ առ կետ ձեզ կբացատրեմ եւ կհիմնավորեմ, թե այս մարդիկ ինչու են դավաճանել ընդդիմադիր դիրքերը եւ որ հաստատ իրանք արդեն նիկոլական են։ Հենց նոր տեղական վճարները, ապօրինաբար թանկացած վճարները կարմիր գծերի կրկին անցան մյուս տարվա համար։ Որովհետև ընդդիմադիրներ չեն։ Այս դալիճում 33 ընդդիմադիր չկա։ Առնվազն 2 հոգի հանրային ձայն խմբակցությունից նիկոլական է։ Առայժմ այսքանը ժողովուրդ ջան, լավ եղեք, կհանդիպենք Երևանի փողոցներում։ Ես իբրև ընդդիմադիր Երևանի հավաքանի անդամ ներողություն եմ խնդրում ձեզանից երևանցիներ ջան, որ նման խայտառակ իրավիճակ է։ Ու այն մարդիկ, ով ընտրել էին հանրային ձայնին, ժողովուրդ ջան, ձեր քվեն մսխվեց։ Ձեր քվեն ծախվեց Նիկոլենց, չգիտեմ, իրանց վախացրել են, թե փող են տվել, թե պաշտոն են տվել, չգիտեմ, ազնիվ։ Բայց իրանք ընդդիմադիր չեն, իրանք ծախվել են կամ վախի, կամ գումարի, կամ ինչ-որ մի բան այլ բանի դիմաց։ Լավ եղեք, կհանդիպենք Երևանի փողոցներում։